Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, Հայաստանի Empire լիգայում շուտով մեկնարկելու է նոր առաջնությունը, բայց մինչև այդ թիմերը անցկացնում են ընկերական հանդիպումներ եւ այսօր մրցում են Բարսելոնան ու Եղվարդը։ Ֆուտբոլիստներն արդեն դաշտում են, եկեք ծանոթանանք հայտարարություններին, սկսեմ Բարսելոնայից, Ղազարյանը դարպասապան է, համար 1, Պետրոսյան 3, Ադյան 5, Շահնազարյան 8, Մելիքջանյան 14, Սարգսյան 11, Ամիրյան 9, Սարգսյան 10, Հակոբյան 19 եւ Խախկանյան համար 17։ Եղվարդ համար 6, Հովսեփյան 7, Ավակյան 9, Գևորգյան 22, Ղազարյան 44, Գալստյան 77, Լևոնյան, Հավետնակյան 89, Խաչատրյան 99 եւ Հովսեփյան 13։ Սա թիմերի հայտարարություններն է, Հայաստանի Empire լիգան շուտով մեկնարկելու է եւ մեզ իսկապես շատ հետաքրքիր խաղեր են սպասվում։ Թիմերը փորձում են մարզավիճակ հավաքել իհարկե ընկերական խաղերի միջոցով եւ ամեն ինչ անելու են, որպեսզի լավ ներկայանան նոր մեկնարկող առաջնությանը։ Մենք տեսնելու ենք միանշանակ հետաքրքիր առաջնություն, ունենք լավ թիմեր եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի գրանցենք նոր հաջողություններ եւ հետաքրքիր խաղերը անպակաս են լինելու մեր YouTube-յան ալիքից։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկին, կարծում եմ շատ ակնհայտ է, թե Բարսելոնան, որ մարզաշապիկով է խաղում, ավանդական կապտան նռնագույն, իսկ Եղվարդը սպիտակով է, այնպես որ ձեզ համար նաև լավ հնարավորություն է ծանոթանալու այս թիմերի ուժերին։ Առաջին փոխանցումը կատարում է Բարսելոնան, ինչպես ավանդույթ դարձած սիրողական լիգաներում գնդակը տալիս են մրցակցին, բայց դա միակ դրվագն է, իհարկե միակ իրավիճակը, որտեղ ֆուտբոլիստները իրենց կամքով են գնդակը փոխանցում մրցակցին։ Եղվարդը ձեռնարկում է իր առաջին գրոհը։ Տեսնենք, թե ինչպես է այն զարգանալու։ Պաշտպանությունից փորձում են խաղարկել եւ գնդակը արդեն պաշտպանության ուղիղ կենտրոնում է։ Բարսելոնան բարձր պրեսինգ է եկել, հասկանալի է, իհարկե փորձում են ճնշել մրցակցին գրոհի առաջին իսկ փուլում եւ դրա համար պետք է ագրեսիվ ճնշում մրցակցի հետ պայքարում։ Այստեղ Հովսեփյանն է խաղարկում է նորից գնդակը, Եղվարդը պաշտպանությունում փորձում են ազատ գոտիներ գտնել, Հովսեփյան հետ փոխանցում պաշտպանության կենտրոն։ Եվ տեսնենք, թե ինչպես կստացվի։ Ճեղքել Բարսելոնայի պաշտպանությունը, առայժմ կապտան նռնագույնները խնդիրներ չունեն դաշտի միջնամասում եւ չկա այստեղ խախտում, մրցավարը չի նշանակում, ստանդարտ մաքուր էր գործել։ Բարսայի ֆուտբոլիստը Սարգսյանն է գնդակով, բայց ամեն դեպքում կորցնում է Բարսան եւ շատ հաջող գործողություն էր այստեղ։ Եղվարդի ֆուտբոլիստի կողմից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց այս փոխանցումը ասիատեր չունեցավ։ Ամեն դեպքում Ադյանը վերահսկում էր իրավիճակը եւ մեծ հաշվով թույլ չէր տա, որպեսզի Եղվարդի ֆուտբոլիստը ճեղքեր պաշտպանությունը։ Սկսում են Բարսայի խաղացողները, սա նրանց առաջին գրոն է, Ադյանի փոխանցումը հաջող չի ստացվում։ Փորձեց պայել գնդակ Հովսեփյանը եւ հաջողվում է դա անել, ձախ եզրում է Հովսեփյանը, նրան դիմավորել է Սարգսյանը այս եզրում։ Եվ սա Եղվարդի գրոն է, վտանգավոր կարող է լինել, փոխանցում եւ 1-0։ Բացվում է հանդիպման հաշիվը, Ղազարյանը խփում է այս հանդիպման առաջին գնդակը, որքան հաջող գրոհ էր Եղվարդի կողմից, որքան կազմակերպված եւ խնդրեմ Ղազարյանը առանց խնդիրների դնում է այս դրվագի վերջին կտորը։ Շնորհակալություն է հայտնում խաղանկերոջը, իհարկե նման փոխանցում ստանալու համար եւ շատ գեղեցիկ գոլ հանդիպման հենց մեկնարկում Բարսան բաց է թողնում։ Բայց սա անկերական հանդիպում է, իհարկե սկզբից կարելի է ասել, որ պետք չէ կենտրոնանալ հաշվի վրա, հասկանալի է։ Սա մրցակցին ճանաչելու համար է, ինչու ոչ նաև մարզավիճակ ձեռք բերելու, տակտիկական բաներ փորձարկելու։ Ստացվեց այստեղ Շահնազարյանի փոխանցում, ամեն դեպքում նպատակին չհասավ, առջևի գծում եւ փորձում է Բարսան պատասխանել մրցակցի այսքան արագ գոլին։ Հերթական գրոհ Եղվարդի փորձում է սպառնալ մրցակցի դարպասին, վտանգավոր է, այս անգամ արված հնարավորություն չկա, խլեց Բարսայի ֆուտբոլիստը գնդակը եւ եզրային նետում կլինի։
Գրում է Բարսան, աչեզրում է գնդակը, Եղվարդը շատ լավ է պաշտպանվում, բայց գոտիներ գրեթե չկան, վտանգավոր է եւ շեղ է ստացվում այս արվածը խորքից լավ փոխանցում։ Եղավ դեպի Բարսայի արձակվողը, բայց վերջինիս արվածը հաջող չի ստացվում այս իրավիճակում։ Լավ դիրքում էր հայտնվել, պետք էր դարպասին նայել, իհարկե մտածել։ Դիպուկ արվածի մասին ամեն դեպքում չի ստացվում եւ Եղվարդի երթն է գրոհելու, Բարսան նորից պաշտպանվում է եւ այս անգամ արդեն ավելի հաջող լավն է փոխանցումը դեպի Սարգսյանը, վտանգավոր է եւ վերահսկում էր այստեղ Հովսեփյան իրավիճակը առանց խնդիրների վերցրեց գնդակը եւ ուժեղ հարված առաջ դեպի ձախ եզր խլում են Բարսայի ֆուտբոլիստները, Ադյան կրունկով գնդակը թողնում է Շահնազարյանին, նա ձախ եզրում է դեպի կենտրոն տեղաշարժվեց, հերվից արված եւ դարպասապան է հեռացնում։ Այսա լավ արված էր, իհարկե Հովսեփյանը գործի մեջ է, պետք է այսպիսի իհարկե փորձերով մրցակցի դարպասը գրավել, հերվից ավելի սուր վտանգավոր արվածներ եւ խնդրեմ Բարսան առաջին իսկ դիպուկ արվածով կարող էր կտրուկ հավասարեցնել հանդիպման հաշիվը, բայց տեղում էր Հովսեփյանը, սա այնպիսի գնդակ էր իհարկե, որ ինչ որտեղ դարպասապահը պարտավոր էր հետ մղել։ Հարված եւս մեկ փորձ եւ Հովսեփյանը վերցնում է գնդակը, Եղվարդն այստեղ մի փոքր թույլ տվեց մրցակցին եւ խնդրեմ Բարսան պատրաստ է օգտվել այսպիսի շանսերից։ Հերթական գրոհն է Եղվարդի, տեսնենք ինչպես կստացվի, առայժմ կարելի է ասել, որ միակ գրոհը Եղվարդը իր ավարտել է գոլով։ Սարգսյան կորցրեց գնդակը, Բարսայի ֆուտբոլիստը եւ կապտանառնագույնները կարող են մտածել արդեն պատասխանի մասին։ Շատ լավ անցում էր, վտանգավոր է, կլինի արված թե ոչ, այո եղավ ու նորից Հովսեփյանն արձագանքում է, երկրորդ սեյվն արդեն այս խաղում։ Եվս մեկ արված կլինի թե ոչ, այո Բարսան շատ լուրջ տրամադրված պատասխանում է մրցակցին, արդեն երկու լավ հնարավորություն ունեին, եվս մեկ փոխանցում, սա արդեն հաջող չստացվեց։ Խորքից շատ լավ փոխանցում դեպի ձախ եզր գրոհում է Եղվարդը եւ բաց թողեց գնդակը Եղվարդի ֆուտբոլիստը ամեն դեպքում ստանում է պատասխան փոխանցումը լավ համագործակցություն էր շատ վտանգավոր է բայց չարվածեց հիմա կարվածը եւս մեկ սև Հովսեփյանից ինչ է անում այս դարպասապահը անհավանական գնդակներ է ուղղակի հեռացնում Հովսեփյանը Սա արդեն չափից դուրս բարդ էր հեռացնելը, բայց ամեն դեպքում Եղվարդի կիպերը իր գործը հստակ է անում։ Գրոհում են Եղվարդի ֆուտբոլիստները, այո պետք է այսքան փորձերին Բարսայի պատասխանել։ Կա լավ հնարավորություն փոխանցում դեպի ձախ եզր Ադյան այստեղ սայթակում է, վտանգավոր է եւ արձագանքեց դարպասապահ Ղազարյանն այստեղ։ Շատ լավ փոխանցում էր, կարող էր Եղվարդը մեծացնել իր առավելությունը, բայց արձագանքեց Ղազարյանը եւս մեկ փորձ պիտակներից արված ու հեռացնում է, եթե չեմ սխալվում հպվեց գնդակին։ Ադյանը ոչ։ Ամեն դեպքում ոչ, սա շեղ հարված էր։ Այո, շատ կրակոտ մեկնարկ են թիմերն ապահովել, մեկ գոլ եւ բազմաթիվ պահեր արդեն տեսանք թիմերի կատարմամբ։ Ադյան, Բարսայի ֆուտբոլիստն է ձախ եզրում, բայց կորցնում են կապտանառնագույնները գնդակը եւ Եղվարդը հակագրոհի հնարավորություն է ստանում, վտանգավոր է, սա լավ շանս է, իհարկե կլինի արված եւ 2-0։ Բարսան այսքան գրոհեց, ամեն դեպքում երկրորդ գնդակը այս խաղում խփում է Եղվարդը, Լևոնյանն է աչքի ընկնում Ադյանն այստեղ չկարողացավ վերահսկել
Մրցակցին ու խնդրեմ այսպիսի հնարավորությունից պետք է իհարկե օգտվել։ Անկյունային կտեսնենք։ Աջ եզրից անկյունային են իրացնում Բարսայի ֆուտբոլիստները, կա բարձրից փոխանցումը դեպի Տուգանային հրապարակի կենտրոն, հեռացրին Եղվարդի խաղացողները, հակագրող կարող է լինել սպիտակների կողմից, կլինի արված թե ոչ, սա փոխանցում էր և Բարսայի խաղացողը հեշտությամբ հեռացնում է գնդակ Ադյան դեպի ձախ եզր, Եվ Հովսեփյանը գնդակը կմտցնի խաղի մեջ։ Գրոհում է Եղվարդը, հաջող փոխանցում էր, լավ էին մտածել և տեսնենք ձախ եզրում պետք է հասնել գնդակին, ասավ Եղվարդի ֆուտբոլիստը շրջանցում է մրցակցին, հետաքրքիր է, կլինի արված և գոլ։ Այս սա գեղեցիկ էր իհարկե, երրորդ գնդակը Ղազարյան, դուբլ։ Եթե առաջին գոլի ժամանակ Ղազարյանը պարզապես դրեց ոտքը և գրավեց դատարկ դարպասը, ապա հիմա գեղեցիկ կատարում էր, անկասկած գեղեցիկ Եղվարդը ևս մեկ գոլ է խփում և սա արդեն լուրջ առավելություն է, թեկուզ ընկերական է հանդիպումը, բայց հաշվի տեսանկյունից իհարկե սա լուրջ առավելություն է և խնդրեմ Բարսան գրոհեց հաջող, փորձերը լավն էին, հարվածները վտանգավոր, բայց ամեն դեպքում Եղվարդը այսքան լուրջ առավելություն է ստանում, սա իհարկե խոսում է լավ ռեալիզացիայի մասին։ Բայց նորից կարելի է նշել, որ սա ընկերական հանդիպում է իհարկե և կենտրոնանալ պետք չէ։ Ամեն ինչ դեռ առջևում է թիմերի համար։ Վտանգավոր է արված և կար այստեղ անդրադարձ, մենք անկյունային կտեսնենք։ Ձախ եզրից է, անկյունայինը կա փոխանցումը և Եղվարդի ֆուտբոլիստները հեռացրին գնդակ։ Արագ հակագրո Եղվարդի կողմից փոխանցում դեպի ձախ եզր, լավ խաղարկում է արված և ինչ գոլ ենք տեսնում, շքեղագույն արված Լևոնյանից այստեղ, գերազանց եզրափակում դեպի վերին ինյակը և ինչ կապ ունի իհարկե, որ սա ընկերական հանդիպում է, չքնաղ գոլ այստեղ, շքեղ արված ուղղակի Եղվարդի ֆուտբոլիստի կողմից, հրաշալի կատարում և հանդիպման հաշիվը արդեն մեծ հաշվով խոսում է այն մասին, որ Եղվարդը կհաղթի այսօր, բայց որքան էլ իհարկե խոսենք այն մասին, որ ընկերական խաղ է, պետք է հաշվի առնել, որ այս թիմերը շուտով ներկայացնելու են լիգան և բնականաբար նույն որակով խաղալու են արդեն պաշտոնական խաղերում։ Միանշանակ։ Տեսնենք ինչպես է պատասխանում Բարսան, ունեցել են լավ բայեր, բայց առայժմ կապտանառնագույն կողմը գոլով աչքի չի ընկել, Սարգսյանը աջ եզրում ասավ գնդակին լավներ փոխանցումը վտանգավոր է և փակեցին այստեղ 10 համարով հանդես եկող Սարգսյանի արվածի ճանապարհը մենք կտեսնենք անկյունային։ Աջ եզրից է անկյունայինը, բարձրից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ հեռացնում են գնդակը։ Եղվարդի ֆուտբոլիստները և նորից պետք է փորձի Բարսան, բայց սա արդեն եզրային նետում է իհարկե ոչ անկյունային։ Եվս մեկ փոխանցում դեպի Տուգանային հրապարակ հեռացնում են Եղվարդի խաղացողները, Ադյան փորձեց վերադարձնել գնդակը, չի ստացվում, Եղվարդն է պատասխանում, փորձեց կախել Եղվարդի ֆուտբոլիստը և անկյունային կտեսնենք։ Ոչ հարված դարպասից այստեղ մաքուր էր պաշտպանվել Բարսայի ֆուտբոլիստը,
Առանց գնդակի նպվելու։ Ղազարյան խաղարկում է պաշտպանությունում գնդակը։ Տեսնենք ինչ են մտածել։ Ամեն դեպքում երկար չի մնում գնդակով Բարսան։ Եվ սա Ղազարյանի գնդակն է առանց խնդիրների։ Վերցնում է կիպերը եւ Խաղոմադյանի հետ փոխանցում դեպի ձախ եզր։ Փորձում է գրոհել Բարսան, բայց երկար չի տևում այդ գրոհը Սարգսյանի ուղղությամբ, այս փոխանցումը հաջող ավարտ չի ունենում կապտանառնագույն կողմի համար եւ Եղվարդի իր հերթական գրոհի հետևից է գնում դեպի ձախ եզր։ Եթե հանդիպման սկզբնամասում ամեն դեպքում ստացվում էր Բարսայի մոտ դիրքային պաշտպանության փակել մրցակցի ճանապարհը, ապա վերջին դրվագներում ուղղակի չի ստացվում եւ դա է գլխավոր պատճառը, իհարկե, որ Եղվարդը արդեն այսքան գոլի առավելություն ունի։ Փորձում է Բարսան եւ այստեղ ամեն դեպքում հեշտությամբ գնդակը վերցնում է Հովսեփյանը, այն Հովսեփյանը, որը շատ բարդ իրավիճակում իր թիմին օգնության հասավ։ Եկեք իհարկե չմոռանանք, որ երբ Եղվարդը ընդամենը 1 գնդակի առավելությամբ էր հաղթում այս կիպերը 2-3 տպավորիչ սև գրանցեց։ Եվ Եղվարդը իհարկե ոգևորվում է, երբ նման դարպասապահ ունի եւ որը կարող է օգնել իր թիմին։ Եվ պատկերացրեք, եթե սա ընկերական խաղ է, Հովսեփյանն այսպես է պաշտպանում դարպասը, ինչ կանի արդեն այնպիսի խաղերում, որտեղ միավոր է խաղարկվելու։ Դեպի Սարգսյանը փոխանցում, վտանգավոր է Սարգսյան, բայց այստեղ ավելորդ էր այս վերջին գործողությունը եւ մոտ է գնդակը կորցնելու Բարսան։ Դեպի աջ եզր Սարգսյան, Տուգանային հրապարակ է ուղարկում գնդակը, սա էլ կորցրեց կապտանռնագույնների թիմը, ձախ եզրում է գնդակը, Եղվարդը պատասխանում է մրցակցին, վտանգավոր է, շատ լավ փոխանցում, եւս մեկ հաջող գործողություն եւ խնդրեմ գնդակը պետք է անել ցանցից սերտական գոլը Գևորգյանը հաջող է եզրափակում ու ցանցն ուղարկում գնդակը։ Այո, առաջին խաղակեսի համար լուրջ առավելություն է սա։ Ես եւ կարծում եմ դուք էլ սիրելի երկրպագուներ արդեն կարող եք կարծիք ձևավորել թիմերի մասին, կոնկրետ Եղվարդի մասին կարող եմ ասել, որ այս թիմը շատ լավ է եզրափակում իր պայրը, նկատեք գրեթե բոլոր դրվագները, որտեղ հնարավորություն ունեն հարված կատարելու մրցակցի դարպասին գոլի են վերածում եւ սա շատ կարեւոր կողմ է իհարկե, շատ դրական, որը ունի թիմը եւ միանշանակ պաշտոնական խաղերում սա օգնելու է թիմին։ Բարդ իրավիճակներում Հովսեփյան փորձեցին դարպասապահի ռեակցիան ստուգել եւ խնդրեմ իր գործը ստակ արեց։ Առանց խնդիրների վերցրեց գնդակը։ Ուժեղ հարված առաջ։ Պետք է հաջող գործել այստեղ Հակոբյանը փորձում է հեռացնել գնդակը, ոչ այդքան հեռու։ Վտանգավոր փորձ է, եւս մեկ գոլ, ոչ դարպասաձողն է փրկում։ Փորձեց այստեղ Խախանյանը միջև վերջ փակել մրցակցին, չկարողացավ, պոկվեց Եղվարդի արձակվողը եւ կարող էր աչքի ընկնել, բայց դարպասաձողը օգնության է հասնում Բարսային։ Լավ պայր եւ կարելի էր մտածել իհարկե գոլ խփելու մասին, ամեն դեպքում չի ստացվում։ Սարգսյանը հաջող գործեց Սարգսյանը։ Եվ տեսնենք ինչպես են արձագանքելու կապտանռնագույններն այս ամենին, իհարկե դեռ ժամանակ կա առաջին խաղակեսի, նույնիսկ մի ամբողջ երկրորդ խաղակես, իսկ այս ընթացքում Եղվարդը հերթական գոլի հետևից է գնում, որքան լավ են խաղարկում, բայց այստեղ ամեն դեպքում չհասցրեց պայել գնդակը Եղվարդի 17 համարը, միանգամից արձագանքում են խլում գնդակը, բայց այստեղ Խախանյանը փակեց այս փոխանցում գից հարվածի ճանապարհը։ Սարգսյան պետք է պայել գնդակ, այո, հասցրեց հետ փոխանցել։
Եվ տեսնենք ինչ է մտածել Բարսան։ Այո, առաջին խաղակեսի համար լավ պայր ունեն, այնպես չէ, որ քիչ պայր են ստեղծել, բայց առայժմ չի ստացվում գոլ խփել։ Փոխանցում դեպի Աչիեզեր, այստեղ Հակոբյանն է, ստացավ գնդակը Բարսայի ֆուտբոլիստը Սարգսյան, բայց բաց է թողնում թիմի ավագը։ Եվ Եղվարդը զարմանալիորեն շտապողականություն է դրսևորում, թեպետ արդեն լուրջ առավելություն ունեն, բայց ընդհանրապես չեն մտածում այդ մասին, փորձում են առաջ գնալ։ Վտանգավոր կարող է լինել, սա արդեն Բարսայի պատասխանն է, հարված դիպուկ չի ստացվում, Հովսեփյանը չմտավ գործի մեջ։ Պետք է հասնել գնդակին և մրցավարը ցույց է տալիս Բարսայի դարպասի կողմը։ Այո, շատ գեղեցիկ գոլեր տեսանք, ափսոս իհարկե, որ ընկերական խաղի շրջանակում է և որևէ մրցանակի չի կարող հավակնել, բայց իսկապես գեղեցիկ գոլեր էին, մեկը մյուսից լավ կատարված, թե կոմբինացիոն առումով, թե անհատական ֆուտբոլիստների վարպետության մասին է նաև խոսքը։ Գրում է Եղվարդը նորից արդեն հասցրեցի ֆիքսել նաև, որ շատ լավ են գնդակ խաղարկում, շատ կազմակերպված, հենց առաջին գոլը Եղվարդն այդպես կառուցեց։ Փոխանցում դեպի Տուգանային նրա պորակ և միայն սա էր մնում պակաս Բարսային, լավ է, որ ինքնագոլ չգրանցվեց։ Եզրերը շատ լավ են աշխատում Եղվարդի, կայծակնային արագություն, որը շատ կարևոր է իհարկե գրոյի թե ստեղծման, թե եզրափակման փուլում, դա էլ պետք է նշել։ Կա փոխանցումը, Բարսայի խաղացողները հեռացրին գնդակը, միգուցե հեռվից հարված լինի։ Կլինի թե ոչ, հեռվից հարվածը անդրադարձ և այստեղ ևս մեկ անկյունային շատ վտանգավոր պայր են և այստեղ կոնկրետ իհարկե միայն բախտի բերմամբ գնդակը չհայտնվեց դարպասում։ Միգուցե հեռվից հարված տեսնենք, այո, պաշտպաններն են արձագանքում արդեն և Բարսան գնում է հակագրոյի։ Վտանգավոր կարող է լինել։ Եղվարդը արդեն մրցակցին թույլ չի տալիս շատ լինել գնդակով, ավելի շատ Եղվարդի ֆուտբոլիստներն են գրում, Հովսեփյանը կատարի ուժեղ հարված առաջ։ Եվս մեկ գրո, սպիտակ բանակի կողմից։ Փորձում են պայել Եղվարդի ֆուտբոլիստները գնդակը։ Մոտենում է առաջին խաղակեսի ավարտը, տեսնենք։ Վտանգավոր է, կախեց գնդակը Եղվարդի ֆուտբոլիստը դեպի դարպասը, բայց այստեղ չստացվեց հաջող։ Եվ Բարսան է դուրս գալիս պաշտպանությունից։ Հաջող անցում էր, փոխանցում դեպի Սարգսյան Աչիեզեր, վերջինս Տուգանային հրապարակ, լավ շանս է Բարսայի համար, բայց ինչ հաջող գործեց այստեղ Եղվարդի պաշտպանը, գոլից կարելի ասել փրկեց իր թիմին։ Եվ պետք է ստանդարտ իրացնել։ Փոխանցում դեպի Բարսայի պաշտպանության, թիկունք հերթական, վտանգավոր գրոհը Եղվարդի կողմից, բայց ամեն դեպքում չի ստացվում, խլեցին Բարսայի ֆուտբոլիստները և գնում են արագ հակագրոհի հետևից։
Տանգավոր է պետք է ավելացնել, կստացվի թե ոչ Սարգսյանը։ Նպաստավոր դիրքից է վրիպում, այո, Բարսան եթե օգտագործեր իր բոլոր պայերը, լինենք արդարացի, ապա հիմա առնվազն 1 գնդակի տարբերությամբ կպարտվեր։ Այս արդեն շատ լավ հնարավորություն էր իհարկե, Հովսեփյանի տաղանդն էլ այստեղ չէր խանգարելու Բարսային։ Լավ սեյվն էլ չէր խանգարելու, պետք է օգտագործեր, բայց չստացվեց եւ մնում է նորից փորձել իհարկե։ Այս բային եղածը հետ չեն կարող բերել իհարկե, պետք է փորձել։ Գրոում է Եղվարդը նորից գեղեցիկ խաղարկումներ, խաղակցվածության բարձր մակարդակ։ Հովսեփյանը հետ ուղարկեց գնդակը, միգուցե հեռվից հարված տեսնենք, թե ոչ։ Պահում է Եղվարդի ֆուտբոլիստը, երկար է տարբերակներ փնտրում, միջև խաղանկերները տեղաշարժ կապով են, ձախ եզրում է գնդակը, հերթական փորձը Եղվարդի։ Բայց ոչ, այստեղ արդեն Բարսայի խաղացողը թույլ չտվեց հարվածել մրցակցին, բայց Եղվարդի ֆուտբոլիստը խլում է գնդակը, կատարում հարված, որը բարձր է ստացվում։ Լավ հնարավորություններ իհարկե սպիտակ բանակի համար, բայց այստեղ ստացվեց հարվածը գոլով եզրափակել, Ղազարյանը սխալվում է եւ կարող է գոլ բերել սեփական դարպասին։ Վտանգավոր է կարվածը եւ խնդրեմ ինչ արժեք ունի դարպասապայի սխալը։ Եղվարդը կարելի է ասել խաղակեսի ավարտից առաջ եւս 1 գնդակ է խփում, շատ հաջող եզրափակում, օգտվեցին մրցակցի սխալից։ Եվ այսպես մեկնարկում է երկրորդ խաղակեսը, Եղվարդ Բարսելոնա, թիմերը փորձում են իհարկե հաշվի առնելով, որ ընկերական խաղ է, բայց հետաքրքիր եւ դինամիկ խաղ մեզ մատուցել։ Առաջին խաղակեսից հետո Եղվարդը հաղթում է շատ վստահ հաշվով եւ բնականաբար փորձելու է ավելացնել, նույնը նաեւ Բարսելոնան, սա ընկերական հանդիպում է եւ իհարկե թիմերի շեշտը այլ բանի վրա է, ոչ միայն հաղթանակի, այլ նաեւ տարբեր բաներ փորձարկելու, մարտավարական, տակտիկական իհարկե եւ նաեւ մարզավիճակ հավաքելու, քանի որ շուտով մեկնարկելու է մեր լիգան եւ թիմերը պետք է լավ մարզավիճակում լինեն։ Սարգսյանն է գնդակով, Բարսան շատ մարտական է տրամադրված հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում եւ փորձելու է իհարկե հետ բերել կորցրածը, որը շատ բարդ է լինելու։ Եղվարդը միանշանակ ձեռքերը ծալած չի նստելու իհարկե եւ ինքն էլ իր հերթին փորձելու է գրոներ ձեռնարկել։ Վտանգավոր է, կլինի հարված թե ոչ։ Շահնազարյանն էր գնդակով, սուլում է մրցավարը եւ սա խախտում էր Բարսայի ֆուտբոլիստի հետ պայքարում։ Կարողացավ Շահնազարյանը ստիպել խախտել կանոններն իր նկատմամբ իր հետ պայքարում։ Եվ տեսնենք, սա ստանդարտ է, որը միանշանակ լավ հնարավորություն է, կախում է գնդակը Բարսայի ֆուտբոլիստը, բայց դիպուկ չստացվեց այս հարվածը, մեծ հաշվով Հովսեփյանը վերահսկում էր իրավիճակը, այն Հովսեփյանը, որը առաջին խաղակեսում տպավորիչ սեյվեր գրանցեց, մեկը մյուսից գեղեցիկ, մեկը մյուսից կարևոր եւ թույլ չտվեց Բարսային հասնել իր ուզածին։ Եղվարդի ֆուտբոլիստներն են անցնում գրոյի։ Լավ խաղարկում էր, հերթական հաջողված խաղարկումը, ամեն դեպքում Եղվարդի ֆուտբոլիստը չհասավ գնդակին, որքան էլ ձգտեց, փորձեց, բայց այստեղ ուղղակի հնարավոր չէր հասնել այս գնդակին։ Ղազարյանը խաղի մեջ կմտցնի գնդակը եւ կփորձի իր թիմին ուղարկել գրոյի։ Ձախ եզրում է գնդակը, Բարսան փորձում է հաջող գրոց ձեռնարկել, բայց Եղվարդի ֆուտբոլիստները այնքան ճիշտ են դիրքավորվում, այնքան ճիշտ դիրքերում են լինում, որ պարզապես դա թույլ չեն տալիս մրցակցին։
Բայց կապտանառնագույնները փորձում են քլել գնդակ, Հակոբյանի մոտ դա ստացվում է, ձախ եզրում է, այդ փոխանցում դեպի խաղանկերը եւ եզրային նետում կապտանառնագույնների օգտին։ Այս մանևրումները հաճախ չեն ստացվում, իհարկե հասկանալի է, դիրքը բարդ է նաև ձախ եզրում շատ անհարմար դիրքում են Բարսայի ֆուտբոլիստները, բայց Եղվարդը այնքան ճիշտ է դիրքավորվել, որ այլ տարբերակ չի թողնում, փորձում են մանևրումներ անել, կրեատիվ գործողություններ կատարել Բարսայի խաղացողները, որպեսզի ազատ դիրք դուրս գան, ազատ գոտիում լինեն, կա փոխանցումը հեռացնում են։ Եղվարդի ֆուտբոլիստները փորձում է Սարգսյանը խլել գնդակը Բարսայից, բայց չի հասնում իր նպատակին, քանի որ շատ ճիշտ տեղաշարժեց գնդակը Եղվարդը ու փորձում են պատասխանել մրցակցին։ Այո, չենք կարող համեմատել, իհարկե առաջին եւ երկրորդ խաղակեսի մեկնարկները տարբեր են եւ այստեղ շատ վտանգավոր էր Ղազարյանը դուրս եկավ եւ վերցրեց գնդակը։ Առաջին խաղակեսի այս ժամանակահատվածում արդեն գոլ կար եւ Բարսան էլ կտրուկ սկսեց մրցակցին վտանգավոր պատասխանել։ Եվ հարված Հովսեփյանի պաշտպանած դարպասից փորձում են խլել գնդակը Բարսայի ֆուտբոլիստները, չի հաջողվում դա անել, այստեղ էր Հակոբյանը, այստեղ էր նաև Սարգսյանը, բայց երկուսի մոտ էլ չհաջողվեց։ Պետրոսյան պետք է ուշադիր լինել իհարկե պաշտպանությունում։ Եվ անկյունային ստանդարտ է սա, տեսնենք Եղվարդը ինչպես է փորձելու օգտվել իր շանսից, իհարկե ստանդարտները եւս հնարավորություններ են եւ պետք է փորձել տանգավոր է, հեռացնում են Բարսայի խաղացողները գնդակը, ոչ այդքան հեռու, իհարկե դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից, եւս մեկ անկյունային կլինի արդեն հակադարձ եզրից։ Ցածրից են այս անգամ խաղարկում Եղվարդի ֆուտբոլիստները, աջ եզրից փոխանցում եւ հեռացրեց Բարսայի պաշտպանը։ Եղվարդինն է գնդակ, այո, ես էլ փորձում դա հասկանալ, մրցավարը ցույց է տվել Բարսայի դարպասի կողմը, բայց Եղվարդը խնդրեմ հարգալից քայլ մրցակցի հանդեպ գնդակը տվեցին Բարսայի ֆուտբոլիստներին։ Այո, ընկերական խաղ է, հասկանալի է, այստեղ միավոր չի խաղարկվում եւ ֆուտբոլիստները որոշ առումներով իհարկե ամբողջ ուժը չեն դնում, դա հասկանալի է։ Սարգսյան ստանում է կապիտանոն գնդակը, հարվածում է եւ խնդրեմ Հովսեփյանի հերթական սեյվը։ Ոտքով հեռացրեց այնինչ շատ դարպասապաներ իհարկե չեն անում, խոսքը ոտքով խաղի մասին է, քիչ են դարպասապաները, որոնք ոտքով այդպես ճկուն հնարքներ են կարողանում անել եւ խնդրեմ Հովսեփյանը հակառակն է ապացուցում առաջին խաղակեսում էլ այսպես։ Հաճախ գործում էր, շատ վստահ է, այնպիսի տպավորություն է, որ բոլոր հարվածները հաշվարկում է, գիտի ինչ պետք է անել եւ անընդհատ կարողանում է այսպես ասած զսպել մրցակցին։ Տեսնենք Բարսան իհարկե չի հանձնվում, նորից շարունակում է։ Հովսեփյան ստանում է դարպասապահ գնդակը եւ տեսեք հենց այնպես հեռացնելու փոխարեն հաջող փոխանցում ստացվեց։ Եղվարդը գրո է սկսել դեպի աջ եզր հաջող գործողություն էր, վտանգավոր է, կարող է հերթական գոլը լինել։ Այս խաղում կորված եւ պաշտպանն է փակում գնդակի ճանապարհը, պետք է անկյունային իրացնել։ Շատ լավ փորձ էր, լավ հնարավորություն Եղվարդի համար, բայց ամեն դեպքում
Բարսայի պաշտպաններն արդեն զգոն են, եւ եթե համեմատենք խաղակեսերը, ապա երկրորդ խաղակեսում Բարսան կտրուկ դասեր է քաղել իր սխալներից եւ խնդրեմ Եղվարդը դեռ գոլ չի կարողանում խփել երկրորդ խաղակեսում, այնինչ առաջինում արդեն այս ժամանակահատվածում լուրջ առավելություն ուներ։ Վտանգավոր է սա Բարսայի փորձն է, բայց նորից հաջող են պաշտպանվում Եղվարդի ֆուտբոլիստները։ Լավ խաղարկում էր եւ սա արդեն նակագրոյի նման է, կտրող փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց չարձագանքեց Եղվարդի արձակվողը եւ գնդակը Ղազարյանը խաղի մեջ կմտցնի։ Կար այստեղ։ Խաղաղտում լսվել է մրցավարի սուլիչը։ Վերսկսված է հանդիպումը, Եղվարդը միանգամից անցնում է ակագրոյի, վտանգավոր կարող է լինել, կլինի արված թե ոչ։ Պաշտպանվում է Բարսան, հաջող շրջվեց Եղվարդի ֆուտբոլիստը, արված եւ շեղ ստացվեց այս փորձը։ Շատ լավ ամեն ինչ արեց։ Սպիտակ բանակի ներկայացուցիչը արձակման կրակագծում ամեն ինչ լավ արեց, բայց շեղը ստացվում այս փորձը, իսկ Բարսան անցնում է պատասխանի, թեպետ շատ արագ կորցրեցին գնդակը կապտան նռնագույնները։ Ամենակարևոր պահին վտանգավոր է եւ դորպասաձողին դիպավ գնդակ, այստեղ ամեն դեպքում Ղազարյանը հետո վերցնում է։ Ինչ է կատարվում Բարսայի հետ, շատ արագ կորցնում են եւ խնդրեմ գնդակը անեք դարպասից հերթական գոլը։ Այսօր հասարակ գոլեր չենք տեսնում, մեկը մյուսից գեղեցիկ եւ Եղվարդը խփում է հերթական գնդակը, առաջինը երկրորդ խաղակեսումի դեպ։ Միջև այս Բարսան հաջող էր պաշտպանվում, բայց խնդրեմ սխալը ինչի է բերում, պետք է ուշադիր լինել իհարկե։ Եվ Եղվարդը օգտվում է մրցակցի սխալից, շատ լավ կատարում էր դեպի եռավոր հաչանկյունը։ Հերթական գեղեցիկ գնդակը միանգամից պատասխանում է Բարսան եւ դարպասապահ ամեն դեպքում վերցրեց գնդակը։ Փորձում են Բարսայի ֆուտբոլիստները, Սարգսյանն է պայքարում գնդակի համար, բայց Եղվարդի ֆուտբոլիստները հենց այնպես իհարկե նվերները չեն մատուցում, ինչը որ արդեն ասրել ենք նկատել անցած այս ժամանակահատվածում։ Փորձում է Հակոբյանը խլել գնդակը, ճիշտ է, փակեց մրցակցի փոխանցման ճանապարհը, բայց ոչ երկար ժամանակով։
Փոխանցում դեպի պաշտպանության ձախ եզր, Եղվարդի և Բարսայի ֆուտբոլիստները պայքարում են գնդակի համար։ Սա արդեն Եղվարդի արձակման աջ եզրն է, բայց հարված կլինի դարպասից, ճիշտ է, համաձայն չեմ։ Եղվարդի ֆուտբոլիստը հակառակ կարծիքին էր, բայց ամեն դեպքում մրցավարը կայացրել է որոշումը և Ղազարյանը գնդակը մտցնում է խաղի մեջ։ Սարգսյանը գնդակը ուղարկեց ձախ եզր, Բարսան գրոհում է, բայց առայժմ սպառնալից չեն ստացվում այս փորձերը։ Հերթական գրոհը կապտան նռնագույների կողմից բարձրից փոխանցում հեռացրեց Եղվարդի ֆուտբոլիստը և սա արագ հակագրոհի սկիզբ է իրականում և կարող են Եղվարդի խաղացողները լավ էր մտածված այս փոխանցումը հասնում է ձախ եզր, բայց շեղ ստացվեց այս հարվածը։ Հաջող գրոհեր իհարկե հերթական իմաստալից փոխանցումները հերթական վտանգավոր փորձը և մրցավարը անկյունային է նշանակել, թե ոչ։ Բարսային է գնդակը, կապտան նռնագույնները գրոհ են ձեռնարկում, ձախ եզրում է գնդակ, այս փոխանցման ճանապարհը փակված է։ Եղվարդը նորից հաջող է գործում։ Այսօր Եղվարդի մոտ շատ լավ է ստացվում իհարկե։ Սարգսյանը փորձում է ուշել խաղանկերներին իհարկե խաղի մեջ պահել։ Շատ լավ հարված էր Ղազարյանը, հետ է մղում այս գնդակը, ոչ այդքան հեռու, ևս մեկ հարված կլինի անկյունային, շատ վտանգավոր էր իհարկե։ Եվ տեսնենք անկյունային ինչպես են իրացնում Եղվարդի ֆուտբոլիստները։ Բարսան փորձում է հակագրոհել, ճիշտ է, կարճ կյանք ունեցավ այս հակագրոհը, միանգամից Եղվարդի խաղացողներն արձագանքում են դեպի աջ եզր։ Հերթական վտանգավոր փորձը հարված չի հետևում։ Մինչև վերջ է պետք պայքարել, ևս մեկ անկյունային։ Այո, Եղվարդը չի հեռանում մրցակցի Տուգանային հրապարակի մատույցներից, հիմա էլ արդեն անկյունային կլինի։ Կա փոխանցումը, վտանգավոր է, բայց դրվագը գոլով չի ավարտվում, նույնիսկ որպես այդպիսին հարված էլ չհետևեց։ Հաջող անցում էր, Բարսայի փորձն է սա, բայց գնդակի ճանապարհը փակված է։ Դեպի Տուգանային հրապարակի մատույցներ, այստեղ Բարսայի խաղացողն է առանց խնդիրների ընդունեց գնդակը։ Սեփյանի փոխանցումը չստացվեց, պատասխանում է Բարսան, կարված է և պայծ դարպասապահ ոչ։ Անկյունային իհարկե չի լինի, բոլորս տեսանք Հովսեփյանը պայծ գնդակը դաշտի սահմաններում և Եղվարդի կիպերը կսկսի թիմի գրոհը։ Աջ եզրից անկյունային է սա, բարձրից փոխանցում, չուներ ասցիատեր այս փոխանցում, ամեն դեպքում Տուգանային հրապարակի սահմաններից դուրս արդեն հպվեց գնդակին, Եղվարդի ֆուտբոլիստը կատարեց նաև հարված, որը դիպուկ չավարտվեց։
Խորքից փոխանցում դեպի ձախ եզր շատ հաջող էր Սարգսյան պահում է գնդակը Բարսան արված եւ փակեց պաշտպանը։ Լավ փորձ էր իհարկե սա Շահնազարյանն էր հարված կատարողը շքեղագույն գոլ կարող էր լինել ակրոբատիկ հնարքով այստեղ Եղվարդի ֆուտբոլիստը ցածկեց ու արվածեց, բայց չստացվեց։ Եվս մեկ փորձ հերվից հարված, այս փորձն արդեն բարձր էր։ Հակոբյանն էր արված եղինակը։ Շատ գեղեցիկ գոլից զրկվեցինք իսկապես, բայց լինենք արդարացի այսօր շատ գեղեցիկ գոլեր արդեն տեսել ենք։ Մեկը մյուսից անհատական վարպետություն պահանջող գոլեր։ Եվ սպասում ենք Բարսայի պատասխանին, այո, Բարսան դեռ իր խոսքը պետք է ասի այսօր։ Գոլ չեն խփել առայժմ։ Շատ լավ։ Փոխանցում էր, պաշտպան արձագանքում է Եղվարդի ամեն դեպքում Բարսան կփորձի շարունակել իր գրոհը եւ անկյունային կտեսնենք։ Եվս մեկ անկյունային։ Կա փոխանցումը կլինի հարված, թե ոչ, վտանգավոր է, հարված եւ գոլ։ Գոլ Վիսկա Բարսա, խփում են կապտան առնագույնները։ Ստացվում է գնդակն ուղարկել ցանցը, մեկ գնդակ ամեն դեպքում Բարսան խփում է։ Եվ տեսնենք Եղվարդը ինչպես է արձագանքելու, թեպետ այս պահին հաշվի տեսանկյունից լուրջ առավելություն ունեն, բայց ամեն դեպքում խփած գոլը ցանկացած թիմի մի փոքր զայրացնում է եւ սեփական տեսանկյունից իհարկե, եւ այդ թիմերը սկսում են ավելի բուրըն արձագանքել խաղային տեսանկյունից ֆուտբոլային իմաստով միանշանակ եւ հնարավոր է Եղվարդն էլ այդպես անի, բայց ամեն դեպքում պետք է նորից հիշել, որ սա ընկերական խաղ է եւ թիմերը չեն խաղում այստեղ հաշվի եւ հաղթանակի համար, այլ փորձարկումների։ Վտանգավոր է եւ Եղվարդը միանգամից կարող է գոլով պատասխանել, ոչ թույլ չտվեցին դա անել։ Եվ տեսնենք, նորից գրովում է Բարսան, կարող են եւս մեկ գոլ խփել արված եւ շատ ափսոս էր իհարկե, ինչ լավ խաղարկում էր եւ Շահնազարյանը կարող էր ռմբարել դարպասը թեպետ Հովսեփյանն հենց դրան էլ սպասում էր վաղուց սեյվեր չի գրանցել, ամեն դեպքում այստեղ չստացվեց։ Դիպուկ չեղավ արվածը եւ Եղվարդն է փորձում դուրս գալ պաշտպանությունից։ Այո, Բարսան ցույց տվեց, որ կարող է անկախ իրավիճակից Եվ Եղվարդն է պատասխանում, լավն է այս գրոհը, դարպասապահ Ղազարյանը վերցնում է գնդակը։ Ուժեղ փոխանցում դեպի Եղվարդի պաշտպանության թիկունք, այստեղ շատ հաջող աշխատեց։ Եղվարդի պաշտպանը Բարսան ամեն դեպքում շարունակում է, գնդակը ձախ եզրում է, կապտան առնագույնների հերթական փորձն է, սա ազատ է Սարգսյանը, պետք է փոխանցել թիմի հավաքին, սպասում էր 10 համարը, բայց այդպես էլ չստացավ գնդակ եւ անկյունային կլինի։ Եղվարդն է պատասխանում, լավն է այս փոխանցումը, միգուցե գոլ տեսնենք, Ղազարյանը, եթե չեմ սխալվում, վերջում արձագանքեց եւ այո, պետք է անկյունային լինի, ճիշտ է մրցավարը։
Շատ քիչ մնաց այս հանդիպման ավարտին, ես նշեմ, որ սիրելի երկրպագուներ շուտով մեկնարկելու է մեր լիգան եւ շատ հետաքրքիր է լինելու, խաղերը տեղի են ունենում Փյունիկի մարզադպրոցում, այնպես որ մեզ հետաքրքիր մրցաշրջան է սպասում, գեղեցիկ ֆուտբոլ, կրակոտ ֆուտբոլ է սպասում, սա ընկերական հանդիպում է իհարկե բոլոր առումներով փորձարկումներ են, ինչ որտեղ նաեւ տեխնիկական առումով, այնպես որ շուտով շատ հետաքրքիր է լինելու։ Բարսայի խաղացողները գնդակը կմտցնեն խաղի մեջ, դարպասապահը շտապում է արդեն շատ արագ փոխանցում դեպի ձախ եզր, սկսում է Բարսան եւ կլինի անկյունային հարված։ Հասցրեց Եղվարդի ֆուտբոլիստը վերջին պահին հեռացնել գնդակը։ Միգուցե հեռվից հարված, այո, հեռացնում է դարպասապահը եւ չի ստացվում ավելացնել։ Եղվարդն է փորձում ակագրել, արված նորից Հովսեփյան, ինչ է անում այս տղան այսօր։ Մեկը մյուսից շքեղ սեյվեր, իհարկե, եկեք մի կողմ դնենք ընկերական խաղի բնույթը, արված շատ վտանգավոր է Շահնազարյանը։ Հերթական փորձը կատարեց, այսօր նրա մոտ չի ստացվում գոլ խփել, բայց սպառնալից արվածները տեղում են։ Փորձում է Եղվարդը գրոել, աջող խաղարկեցին գնդակը։ Աչ եզրից բարձրից փոխանցում Ղազարյանը։ Վերցրեց գնդակը, ուժեղ հարված առաջ դարպասապահից դեպի մրցակցի, Տուգանային հրապարակի մատույցներ։ Վտանգավոր է հերթական փորձը Բարսայից դեպի Սարգսյանը, բայց գնդակը չի հասնում կատալոնական ներկայացուցիչների ավագին։ Այս հանդիպումը ավարտված է, սիրելի երկրպագուներ, շնորհակալություն, որ մեզ հետ եք առջևում, շատ հետաքրքիր նորություններ են սպասում, այնպես որ մնացեք մեր լիգայի հետ, ցեխ մեկ բաժանորդագրվել կոճակը, մենք դեռ կհանդիպենք, հաջողություն։